Հարգելի քաղաքացիներ, իշխանական ուժի կողմից վերջին շաբաթվա ընթացքում ներքին քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները վառ վկայությունն են այն բանի, թե բարոյական արժեհամակարգային ինչ խոր ճգնաժամի մեջ է երկրի իշխանական վերնախավը։ Փողոցներում իրականացվող ներկայացումները, անհանդուրժողականության ու վիրավորանքի դրսևորումները փաշինյանական կեղծ իրականության պատկերն են։ Որտեղ ներկայացումը բեմադրված չէ, այնտեղ տեսանելի է փաշինյանական վարչախմբի նկատմամբ քաղաքացիների իրական վերաբերմունքը։ Սեփական բնակարանի շքամուտքում խմբով հարձակվում եւ սպառնում են քաղաքացուն։ Մետրոյում մատ թափ տալիս իրենց հակազգային կառավարման հետևանքով տուն ու հայրենիք կորցրած հայ կնոջ վրա։ Իշխանականների նման վարքը փաստում է, որ ԿՊ-ի որդեգրած ապաքաղաքական մշակույթը խայտառակություն է, հակապետական եւ հակահայկական։ Հարգելի քաղաքացի, կարող է արդյոք սեփական վարքը կառավարել չկարողացող մարդը ճիշտ եւ հավասարակշռված վարել բանակցություններ, ղեկավարել երկիր, ձևավորել հանդուրժողականություն, հաստատել առողջ հարաբերություններ։ Այս բարդ տարածաշրջանային պայմաններում ինչպես կարող է կայունություն եւ խաղաղություն հաստատել մի կերպար, ով իզորու չէ կայունություն եւ խաղաղություն պահպանելու երկրի ներսում։ Մեր երկրում, մեր տան մեջ սարսափելի պատերազմ է, արժեքների բախում, ինքնության եւ արժանապատվության ոտնահարում։ Սիրելի քաղաքացի, արդյոք դու արտոնում ես այս մարդուն քո անունից խոսել եւ սահմաններ գծել մեր ազգի ներկայացուցիչների միջև։ Արդյոք դու արտոնում ես նրան ծաղրել եւ նսեմացնել մեր ազգային արժեքները, ոտնահարել մեր իրավունքները, ստվերել մեր ազգի զավակների հերոսական արարքները, պիտակավորել մեր ազգի ներկայացուցիչներին։ Ես վստահ եմ, որ չես արտոնել ու չես արտոնելու ոչ այս, ոչ էլ որևէ իշխանության։ Արդյոք դու արտոնելու ես նրան բերել մի սահմանադրություն, որն ուղիղ հարված է մեր պատմականությանը, ավանդական հայ ընտանիքին, հայկական սփյուռքին, սեփական հողում հայ լինելու առաջնահերթությանը։ Արդյոք դու արտոնելու ես, որ առանց այն էլ իրեն հսկայական լիազորություններ վերապահած վարչապետը նոր սահմանադրությամբ ունենա բռնապետի լիակատար ազատություն։ Ես վստահ եմ, որ նման արտոնություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի տվել եւ առաջիկայում էլ չի տալու փաշինյանական վարչախմբին։ Եվ վերջում ցիտեմ Փաշինյանի հայտնի տեսանյութում հնչեցրած խոսքը. Վերջին կանգառն է։ Այո, ԿՊ-ականներ, սա ձեր վերջին կանգառն է։ Դա դուք էլ եք զգում, իջնելու եք։ Աննա Մկրտչյան։ Սիրելի հայրենակիցներ, ամիսներ շարունակ պնդում եմ, որ թուրքերը իշխանազավթի համար նոր հանձնարարական ունեն, այն է հայկական սահմանադրությունը վերացնելը։ Ձեզ իհարկե ամիսներ շարունակ խաբում էին, ասելով, որ նման բան չկա, սահմանադրության ոչ նախաբանը, ոչ էլ առավել ևս անկախության հռչակագրին հղումը փոփոխության չի ենթարկվելու, դա ընդհանրապես սահմանադրական նորմերի կամ դրույթների փոփոխություն է, օրինակ կառավարման ձև, падգամավորների թվակազմ կամ չգիտեմ ինչ-որ պաշտոնյաների լիազորությունների շրջանակ։ Բայց իհարկե ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել ու ակնհայտ է, որ մայր օրենքի մեջ փոփոխության է ենթարկվում միայն մի բան, անում են ամեն ինչ, որպեսզի